Նմանորին ընդառաջ Կապանում տոնական եռուզեռ է, լույսեր, նվերներ, համեղ ուտելիքներով լի սեղանների նախապատրաստություն, բայց որտեղ գնալ եւ ինչպես կազմակերպել նախատոնական ժամանցը, հատկապես երեխաների համար այդ օրերն ավելի հիշարժան դարձնելու համար։ Այսպես օրինակ մանկական սրճարանում ցուցադրվում է Գեղեցկուհին եւ հրեշը ինտերակտիվ ներկայացումը, այն տեսակով միակն է քաղաքում։ Ինչով է տարբերվում այլ ներկայացումներից, երեխաները բացի ներկայացումը դիտելուց իրենք հենց անձամբ մասնակից են լինում ներկայացմանը, հանդիպում են կերպարներին, խոսում են միմյանց հետ, զրուցում են, իրենց տարբեր հարցերն են տալիս կերպարներին, խաղեր են խաղում, տարբեր փորձություններ են անցնում, բացի խաղային գործընթացից երեխաները թխվածքաբլիթներ են պատրաստում մեր կերպարների հետ, զարդարում են եւ իհարկե վերջում համտեսում են եւ ինչ ամանոր առանց ձմեռ պապիկի ներկայացման վերջում հանդիպում են մեր պապիկին պարում են միմյանց հետ եւ իրենց ժամանցը կազմակերպում են մեզ մոտ։ Այս օրերին այցելությունները ժամանցի տարբեր վայրեր սովորականից ավելի շատ են։ Ծնողների համար դպրոցական արձակուրդի ընթացքում երեխաներին հեռախոսից կտրելու ամենահարմար ժամանակահատվածն է։ Ինձ ամենաշատը դուր է եկել ներկայացման ձևը։ Նրանք իմ հարցերին պատասխանում էին եւ ուրախությամբ խաղեր էին խաղում մեր հետ։ Եկել եմ այստեղ, որ խաղալ իմ ընկերների հետ եւ ուրախանամ։ Ուզում եմ իմ ընտանիքը սաղ աշխարհը առողջ լինեն, իմ ընկերները ուրախ լինեն։ Եթե մինչ այս ձմեռ պապն է այցելել երեխաներին, ապա այս անգամ ամեն ինչ հակառակն է։ Ծնողների հետ նրանք կարող են հյուր գնալ Կաղանդ պապին, նամակ գրել Էլֆին, հրաշալի ժամանակ անցկացնել։ Այս գաղափարը Կապանում գործող ժամանցի կենտրոններից մեկինն է, որը նպատակ ունի մանուկներին պարգևել տոնական ջերմություն եւ հեքիաթային զգացողություն։ Լինելով 3 երեխաների մայր, ես շատ լավ հասկանում եմ Կապանը ինչի կարիք ունի, եւ սա իր տեսակով նորարարություն է Կապանում։ Բերում են իրենց հետ նախապես գրված նամակը, այստեղ ունենք կախարդական փոստարկղ եւ ընթերցում ենք նամակը միասին։ Այդ ընթացքում մայրիկի հանգիստը եւս կազմակերպում ենք, հյուրասիրում ենք թե սուրճ, ես անձամբ այստեղ եմ գտնվում, զրուցում եմ մայրիկի հետ, խոսում ենք բալիկի մասին, ինչ խմբակների է հաճախում, այսինքն սա մի քիչ նաեւ հոգեվոր տարր է իր մեջ պարունակում, իսկ այդ ընթացքում տաղավարում երեխայի հետ աշխատում են Ձյունանուշը, Ձմեռ պապը, Էլֆիկը։ Մենք ունենք այստեղ պատրաստի գնված ծրարներ, ստիկերներ, այդ զարդարելու process-ը եւս հետաքրքիր է երեխաներին։ Մենք միասին ձևավորում ենք նամակը եւ դնում ենք ծրարի մեջ, ուղարկում ենք կախարդական փոստարկղ։ Ինչպես նաեւ այստեղ մենք շոկոլադ ենք պատրաստում երեխայի, պապիկի հետ միասին, փորձելով ավելի տպավորիչ դարձնել հենց այդ այցը։ Կապանում ժամանցի վայրերից մեկն էլ Սյունիք կինոթատրոնն է, որը մշտապես ներկայանում է ժամանակին համահունչ ֆիլմացանկով։ Այս օրերին եւս տարբեր տարիքի հանդիսատեսի համար ցուցադրվում են տոներին նվիրված կինոնկարներ։ Այս բան ցուցադրում ենք Էլֆը, որը որ մանկական մուլտֆիլմ է, եւ Կենթանապոլիսը, էլի կրկին երեխաների համար է, բայց շուտով կունենանք Ավատարի 3 ֆիլմը, որը որ համաշխարհային բլոկբասթեր է ինքը, շատ ամենաթանկարժեք ֆիլմն է այս պայդրությամբ, կունենանք մեր մոտ եւ ինձ թվում է կայցել են կապանցիները այդ ֆիլմը, որտեվ շատ սիրված է ինքը ամբողջ աշխարհում։ Այցելությունները այս օրերին ավելի շատ են, քանի որ մարդիկ ազատ ժամանակ շատ ունեն եւ ինչու ոչ նաեւ տոնական տրամադրությունն է օգնում մարդկանց, որպեսզի իրենց ժամանակը ավելի հետաքրքիր անցկացնեն։ Այո, շատ ունենք հանդիսատես, որը որ գովելի է եւ հույս ունենք, որ հետագայում այս տեմպը կպահվի եւ շարունակական բնույթ կկրի։ Կինո, խաղեր, հեքիաթային ներկայացում։ Այս ամենի շնորհիվ մանուկների սիրելի տոնը կարող է դառնալ անմոռանալի, պարգևելով նրանց ջերմ հիշողություններ։ Աննա Մելքումյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։